Հասկանում ենք, որ այս պահին հարց կա համայնքում, որը որ կարևոր հարց է, այսինքն գյուղացին ամբողջ տարին աշխատել է, բերք ունի եւ իրացման խնդիր ունի, հիմա մարզպետը այդ հարցով զբաղվում է էկոնոմիկայի նախարարի հետ, բան են ծրագիր են մշակել, որով այս պահին էլ հանդիպում ունի չրագործների հետ, մի մասը չրագործները կտանեն, մի մասը կարտահանվի, մի մասն էլ բան կարվի, կմթերվի։ Այդ արտահանողը հիմա կանգնած է 2-3 կա գյուղը 100 դրամով։ Ախպեր, ես էլ եմ չրագոր։ 100 դրամով ասում եմ, հիմա այդ գնի մոմենտն է հիմա։ Մենք 100 դրամով տանք իրան, այդ կապենք շուտի։ Հենց հիմա ես չրագով տա։ Գնի մոմենտ է, սա թող դարձնեն 200-250 տանք։ Ոչ մի խնդիր չի եղել։ Չէ, ես եմ մեզ չրագործելով կատաղեք։ Ես թվի մասին չեմ խնդրեմ։ Ես տանողները կանգնած են։ Զորված չեմ, գին։ Բայց հիմա չրագործի մթերողի, մեկ էլ տանողի հետ։ Ձեր համար հարմար պայման պետք է ստեղծի։ Տանողին կարող է 1000 դրամ է տակ, բայց դա 100-ով է տանում մեզ։ Մեր ինչի տալիս է այս պահին 1000 դրամի մասին չի խոսքը։ 250 եք տալիս տանողին։ Իսկ ինքը մեզ 100-ով է տանում մեզնից։ Իշխանությունը 250 է, ես եմ լսել։ Եթե 30% Այս պահին չեմ կարող ասեմ իշխանություն։ Ես լսել եմ էկոնոմիկայի նախարարը ասել է 250։ Ամբողջ գյուղը կնիկ երեխա, սաղս բերում ենք գցենք այս ճամփերին, փակենք այն դեպքում, որովհետև ես վստահ եմ, որ այս մարդու ասածը ընդհանրապես ուժի մեջ չի նելու, որովհետև բաներ կա, որ ինքը ասելով չի արել։ Ու հիմա էլ եմ վստահ, որ ինքը չի անելու։ Ու հիմա եղածից հիմա 30 տոննա, 15 տոննա թափած ունեմ, վաղ արդեն կլինի 30 տոննա ամեն օր կան կթանկանա, շատանա։ Ունեմ 90 տոննա տես, ու այդ 90 տոննա պետք է գետին նստեն։ Ու հիմա պետք է հապել ասում եմ նոր այդ հարտով զբաղվում են, ինչի։ Լուծողի շաբաթ առաջ այդ հարտով։ Չեմ ուզում այդ 100 դրամ։ Ուզում ես դու այդ 100 դրամ։ Ես շոտ հապեք տաճը։ Մեջի պետք է ամբողջ։ Այդ սուբսիդը որ եկել այդ վարկը որ եկել է այդ ծրագիր չի։ Առանձին լսի։ Էդի փագելու ես մի այդ վարկը այդ սուբսիդը փագելու է քո երեխեն։ Էլի այդ հալու հարուստների ջեբ է այդ փողը։ Գյուղացուն չի հասնում այդ սուբսիդը։ Դու ես փագելու։ Սպեկուլանտների ջեբը։ Դու ես փագելու, թող այդ 200 դրամը պարտավոր են։ Բերեն դաշտի գլխին տան, հալա։ Կան այդ։ Իրանք ուզում են աշխատեն մի հոգու հետ, այդ մի հոգին հարստանա, թող հարստանա այդ մի հոգին։ Այդ ինչքան կարելի է մեր հաշվին հարստանա։ Մենք ունենք ժամանակ, տվել ենք ժամանակ, 4 օր ժամանակ, իրանք ոչ մի հարցի լուծում չտվեցին, եկավ ասավ այսօրը, արդեն երաշեք թափման տակ ամբողջի դեղցը, ու հիմա ուզում եմ հարցի լուծում է բանի։ Այսօր երեկոյան ժամը 6-ին կանք պատասխանը տանք։ Վերևից կառավարություն նշանակի կամ չգիտեմ քին սամանի։ Հետո այս հաստատ վստահ եմ, որ ոչ մի լուծում չի լինելու։ Վաղ մենք ինչ ճամփեն փակում ենք, մենք մեր հարցի լուծումը գտնենք։ Չէ, թող ամբողջը թափի տակ է։